21 թվականին է Սունյաց ողջուներս Հայաստանը դրանով է բանում։ Հիմա ոնց որ Բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Բարով եք եկել։ Հարց եք կարող ուղղելու ձեզ, եթե կարելի։ Պարոն Քոչարյան, դուք չգիտեմ ինչպես կրթուլ եք դա։ Իշխանությունը հանձնելով Սերժ Սարգսյանին, դուք չեք ընդունում ձեր կյանքի ամենամեծ սխալը։ Ավելի ճիշտ չէ, այդ 10 տարին դուք երկիրը վերածեիք ռազմական դիկտատուրայի, 10 տարվա մեջ երկիրը ոտքի կանգնեցրեիք, նոր արդեն ընտրական համակարգով մնացած եք։ Չէ, մասը չեմ ընդունում։ Չէ, ընդունեք, որ աշխարհում եղել է դեպք։ Ֆրանկոն Իսպանիայում է արել 36 թվականին, Պինոչետը արել է Չիլիում 78 թվականին, երկու դեպքում էլ երկիրը ծաղկել է։ Ամենից լավ դեպքը իհարկե ոչ Ֆրանկոյին, ոչ Պինոչետին, ամենից լավ դեպքը Սինգապուրին, որը ասենց բավական խիստ, բայց 30 տարի պահեց, կառուցեց երկիրը եւ ցանկից ինքը գնաց։ Սինգապուրը դեպքը ավելի բան է, բայց այն ժամանակ ինքն շատ չոր էր անում։ Հասկանալի է։ Պինոչետին մի քիչ աշխարհակահաղական մանկար։ Պինոչետը գնդակահարեց Սովետական միության Ալիենդի բանը, որ ընտրվեց, միացան նահանգների առնելը, Պինոչետը ռազմական հեղաշրջումը, բայց իրականում Պինոչետը երկիրը ծաղկեցրեց, ու կա մի ուրիշ օրինակ Հարավային Կորեա, որը ագրարային երկրից ռազմական խունտայի ժամանակ դարձել է արդյունաբերական երկիր։ Եվ մինչև հիմա Հարավային Կորեայի մոդելը այդ տեսանկյունից բավական դասի։ Եթե կարելի է երկրորդ հարց, Քաջարյանին վերաբերել։ Անցած տնտեսություններում Քաջարյանի ժողովուրդը ձեզ ընտրեց։ Փաստորեն Հայաստանի Հանրապետության միակ քաղաքն է, որտեղ դուք ընտրվել եք։ Նստում եք դուք լավ։ Բայց եղավ հակառակը ընտրություններից հետո այն զանգվածը, որը ընդառաջում էր ձեզ, հասկանում էր, քանի որ Քաջարյանցիների մակարդակը շատ բարձր է, գիտեին, որ ավելի վատ վիճակում էր լինելու, դրա համար է ձեզ։ 38 մարդ ռեպրեսիայի ենթարկվեց, զուտ նրա համար միայն, որ ընդառաջել է ձեզ, այո, այդ 38 մարդ աշխատում էր կոմբինատի բոլոր լրջագույն օբյեկտներում, ունեին աշխատանքային մեծ փորձ, լուրջ հանքագործներ։ Հիմա պարզորոշ ասենք, կանչեցին Երևան բոլորին, դրեցին երկու, այսպես ասած, ռամկայի մեջ, կամ դիմում եք տալիս ինքնական հեռանում, կամ ձերբակալում։ Բնականաբար առաջին ընտրեցին։ Դուք անցնելով իշխանության գլուխ, այս հարցը ինչպես եք լուծելու, սա քաջարանցիների բոլորի հետաքրող հարց է։ Մի հատ ինձ բան արեք, մի հատ ինձ պարզաբան է, այն ժամանակ սեփականատերը գերմանացիներն են։ Պալասկովն Համորենը Պալասկովն է։ Չէ, կարողատոմորն ինքն է, բայց սեփականատերը գերմանացիներն էին։ 30 հոգի հանեցին, հետո խլեցին։ Բայց իրենք հանեցին, թե որտեղ իրենք չհանեցին, կանչեցին Երևան պետավանդակության։ Դրեցին կոնկրետ այդ ռամկաների մեջ։ Իրաքի ազգին։ Մի ամիս հետո կոմբինատը Իհարկե ինձ կներեք, որ ձեզ պես հարց է զարեցել, ձեր 90 թվականից եմ ճանաչում Գորիսյան հանդիպումը, կարող է այսօր դուք չէիք, բայց ոչ է։ Առաջինը որ տարելա քրեական պատասխանատվության կենտրոնը, որ կանչելա ավարտի պատմում։
Առաջինը, երկրորդը, Հա, Փաշինյանի հրահանգով։ Փաշինյանի հրահանգով է կապահարվել։ հա, ինքը երևի մի քանի Ինքը մի ելույթում շատ կներ։ 20 քերական հոդված արդեն բան է։ Ինքը ելույթում ասա, հետ տղաներին ասում էր, եթե դուք չեն փոխվեք, իմ հրամանին, քաջարանցիների օր։ Ուրեմն սա չի վերանայել։ Դուք գտնում եք, որ պետք է լուրջ հետևություն անել։ Հիմա մենք գիտենք, հիմա շատ ավելի վատ է դառել։ Հիմա մի հատ լայքի համար, Facebook-անի լայքի համար մարդը գործից անում։ Սենց բան չի եղել։ Իսկապես սենց բան չի եղել։ Մի հատ լայքի համար աշխատանքից հեռացում։ Այդ տեսանկյունից Երևանը սենց ավելի մի քիչ ուրիշ տրամադրության մեջ է։ Ես հասկանում եմ, որ ստեղ այդ լծակը 100%-ով կիրառում են, ինչքան հնարավոր է, փորձում ենք հետած պահել։ Բայց մի ձև ունենք։ Պետք է գնանք քվեաթեր, այդ քվեաթերը որտեղ բան է սարում, դեռ չեն մտնելու հաստ։ 17-ին համար 17 Հետաքրքիրը գերմանացի է դերազել լավ ընդհանրապես աշխատանքային, թե հետո վաճառեցին ռուսները։ Գիտեք երբել է Մաքսիմ Հակոբյանի օրոք։ Հանքագործությունը շատ կոնկրետ էր, ավերածություններ չէին անում, ինչպես հիմա են անում, խոսքը էկոլոգիայի մասին։ Նորմալ կառավարման սիստեմ է։ Հա, մաքսիմը գերմանացու ժամանակներ է, Չէ, հա։ Հա, գերմանացու ժամանակ։ Այո։ Գերմանացու ժամանակ։ Գերմանացին շատ կարճին Ամենայն դեպս այդքանը կատարվել է։ Լավ է, դերատանելու ձևը 17 Իսկ բանը ես մտածեցի, որ ինչ-որ տարբերտել է փորձում եմ բանային էկոլոգիայի ինչ-որ խնդիրներ նորարարել։ Էկոլոգիայի վիճակը շատ այսօր Սյունիքի մարզում էկոլոգիայի վիճակը շատ իսկ այդ մարդիկ երբ աշխատում էին այդպիսի պրոբլեմներ չկար։ Երբ զբոսություն չունեք, բացի լողություն։ Քիչ է անում։ Չէ, անելը չէ։ Մշակման ձևը աշխատանքը բոլորովին այլ է։ Կոպիտ կհնչի, բայց այսօր կոմբինատում պատահականություններ են հաղթել։ Ինչքան գիտեմ, հասկացա, որ պետությունը հենց որ պայամտել իմասի համար, որ մարդը նշանակել։ Արդեն էկոլոգիային չեն հետևում։ Պարոն նախագահ, այս բանով ես ասեմ, այդ պետության մարդը, որը որ նշանակվել է, 2 տարի է մարզային փոքրիկ օլիգարխ է կապել։ Համարը նշանակել։ Այո, հիմա մեծամասնությունը այդ մարդուց է կապված, աշխատանքի ընդունեն, չընդունեն, քաղաքական տեսակի, լրիվ այդ դաշտ է բերված։ Եվ կարելի ասած 90%-ով այդ մարդն է կառավարում, Քաջարանի կոմբինատը։ Բոլորը գիտեն, ուղղակի երևի չեն ուզում արտահայտվել։ Բացի այա, որի անունը Պապայան Նարեկ։ Բոլորը գիտեն, ինքը դարել է օլիգարխ, ինքն է որոշում, ով պիտի կոմբինատում աշխատի, ով պիտի կոմբինատում չաշխատի։ Իրա պաշտոնը ինչ է։ Իրա պաշտոնը պետական այդ փայի Քաջարանի կոմբինատում։ Բայց մենեջեր։ Աստորեն ինքը սենց կառավարման լուրջ վտակներ ունի Քաջարանի կոմբինատում եւ ինքն այս լրիվ քարուզարշան ինքն է կառավարում, օգտագործում նույն հայերի վտակներ։ Տեսա։ Քաջարանի եւ Կապանի Մեր մոտ օրինակ իմ մոտեցում է հետևյալը, եթե կառավարությունը նշել մի տեղ հայ մտնում,
ասեմ, կոռուպցիոն ռիսկերը միայն շատանում, ոնց է կցակը քաղաքական ծրագրով։ Բաշխի ստանցել է դերսերեցին ինձ այդ կոնկրետ մարդանը եւ այդ ամբողջ համակարգը լծակ օգտագործել գործի։